Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել մաքսային բարեփոխումների եւ ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Պետնախագահը կարևորելով նիստում մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումները, ընդգծել է, որ կայուն եւ շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման համակարգի անշեղ բարելավումն այն ուղին է, որով պետք է հետեւողականորեն առաջ շարժվել, միաժամանակ նվազեցնելով ոլորտում առկա հնարավոր ռիսկերը։ Այս համատեքստում խորհրդի աշխատանքը պետք է միտված լինի բացառելու ցանկացած գործառույթ կամ իրադարձություն, որը կարող է խոչընդոտել նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացմանը եւ ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման միջոցով հասնել առավելագույն արդյունքի, շեշտել է Էդուարդ Հակոբյանը։ Հայաստանի կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը։ Հայաստանի կենտրոնական բանկը դեկտեմբերին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով, հասցնելով 6.50%-ի, ինչը տարվա ընթացքում տոկոսադրույքի երկրորդ նվազեցումն էր փետրվարից հետո եւ ամենացածր մակարդակը 2021 թվականի կեսերից ի վեր, նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում։ Հայաստանի Պետության կենտրոնական բանկի խորհուրդը 2023 թվականի հունիսից անընդմեջ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն աստիճանաբար 10.75%-ից հասցնելով 6.75%-ի 2025 թվականի փետրվարին։ Դեկտեմբերի 16-ին կարգավորողը նվազեցրել է տոկոսադրույքը եւս 0.25%-ով, մինչև 6.5%, ինչը ըստ կենտրոնական բանկի հաղորդագրության պայմանավորված է գնաճի դանդաղմամբ եւ դրա մոտեցմամբ թիրախային միջակայքին։ ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո 20 միլիոն եվրո արժողությամբ աջակցության միջոցի տրամադրումը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։ Ըստ հաղորդագրության աջակցման միջոցի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները, հատկապես ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման ուղղությամբ։ Այն նաեւ կնպաստի Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը եւ զինված ուժերի փոխգործելիության ընդլայնմանը, այդ թվում Եվրոպական միության կողմից ղեկավարվող միջազգային ռազմական առաքելություններին եւ գործողություններին Հայաստանի հնարավոր ապագա մասնակցության տեսանկյունից։ Այս աջակցման միջոցը միտված է լրացնելու եւ զարգացնելու 2024 թվականին մեկնարկած ընթացիկ աջակցման միջոցառումները, որոնցով նախատեսվում էր շարժական վրանային ճամբարի տեղակայում, այն ընդլայնելով ու հասցնելով բրիգադային մակարդակի։ Այս որոշմամբ Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո Հայաստանին աջակցության ընդհանուր ծավալը հասնում է 30 միլիոն եվրոյի։